Երկար բաժանումից հետո իրենց կարոտն առնել էին փորձում Լինդան ու Վիգենը։ Ամբողջ օրը նրան գրկել էի, շատ էի կարոտել, չէի ուզում 1 րոպե անգամ բաց թողնել Վիգենին։ Հասել էին հյուրանոց ու միանգամից զանգել երեխաներին։ Տարիներ առաջ կորցրած միասնությունը, սերը նորից զգալու համար։ Մենք վերջապես խոսեցինք իրար հետ, ընտանեկան երեկույթի էր նման, անչափ ուրախ էինք։ Վիգենն անդադար ուզում էր տեսնել Սերժին ու Քրիստին, լսել նրանց ձայնը։ Վիգենը լավ չի լսում, նորմալ չի քայլում, վիզը չի շարժում, ամեն փոքր բանից ուրախանում է, պատմում է կինը, ասում է հայրենիք վերադառնալու լուրից սիրտն ուրախությունից պայթում էր, անիրական երազ էր թվում։ Վիգենի հետ հանդիպելը չէինք հավատում, որ նա վերադառնալու է։ Անասելի տառապանքների միջով ենք անցել։ Հոգեկան ծանր խնդիրների ենք բախվել ես ու աղջիկս, Քրիստին։ Որդիս ավելի ուժեղ էր։ Բայց մենք ամբողջ ընթացքում մի մտավախություն ունեինք, որ եթե Վիգենը չվերադառնա, տղաս չի ամուսնանա։ Վիգենի վերադարձը նվեր էր որդու համար։ Պսակադրությանը հոր ներկայությունը երազանք էր դարձել, որ նրանց հավատի շնորհիվ իրականություն է դարձել։ Լինդան պատմում է 2 ամսից վերջապես կամուսնանա որդին։ Ասում է, իրենց երջանկությունը կիսատ է դեռ, քանի մյուս գերիները եւս տուն չեն վերադարձել։ Ես լավ եմ հասկանում նրանց։ Անասելի ցավ ու վիշտ է։ Ադրբեջանում պահվող գերիները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, հայրենիք։ Ես իմ ուրախության մասին չեմ ուզում կոչել, հարգելով դեռ գերեվարված ընտանիքների ցավը։ Լինդան եւ Վիգենը որոշել են Հայաստանում ապրել։ Գնալու են Լիբանան, որդուն եւ աղջկան տեսնեն ու աղջկա հետ Հայաստան գան։ Շատ եմ սիրում Հայաստանը, շատ։ Չեմ ասում, որովհետև նկարում եք։ Ես իսկապես սիրում եմ այս երկիրը։ Էլջեքյանների ընտանիքի երջանկությունը վերականգնվել է Վիգենի վերադարձով։ Նրանք որոշել են այլևս միասին են քայլելու։ Վիգենի առողջական խնդիրները մեկ առ մեկ բուժելով, ընտանիքը կարևորելով ու միայն սիրուն գերի դառնալով։ Սեդա Մակարյան, Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։